Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում իրականացված մեծածավալ եւ անհետաձգելի վարութային եւ ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել են ամուսինների կողմից բռնություն գործադրելով հափշտակություն կատարելու դեպքի հանգամանքները։ Մասնավորապես 2025 թվականի մայիսի 18-ին ամուսիններն այցելել են իրենց ծանոթի բնակության վայր եւ խաբեությամբ ներս մտել բնակարան, որից հետո Ե.Ն. բռնելով Մ.Ա.-ի պարանոցից պահանջել է լուռ մնալ, այդ ընթացքում նաեւ ներս թողնելով կնոջ ԱՀ-ին։ Այնուհետև ամուսինները փող լրացնելով միմյանց գործողությունները բռնություն են գործադրել Մ.Ա.-ի նկատմամբ եւ պահանջել 280,000 ՀՀ դրամ գումար։ Սակայն մերժում ստանալով վերցրել են տուժողին պատկանող 2 միլիոն ՀՀ դրամ արժողության ավտոմեքենայի բանալին եւ հեռացել։ Ամուսինների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով։ Այն է ավազակությունը, որը կատարվել է բնակարան ապօրինի մուտք գործելով։ Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։ Դեկտեմբերի 26-ին վրայերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում ժամը 01:00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 31-ամյա Դավիթ Աբրահամյանը իր վարած Opel Magnish-ի ավտոմեքենայով Սարուխան բնակավայրում վրայերթի է ենթարկել հետիոտն Գեղարքունիքի մարզի բնակիչ 32-ամյա Ռազմիկ Ղարիբյանին։ Վրայերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Գավառ բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո ռեանիմոբիլով տեղափոխվել է Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Գավառի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ։ Շամշամքոմի տեղեկություններով դեկտեմբերի 19-ին ներքին գործերի նախարարության ոստիկանություն է դիմել հայտնի Վաղամերիկ քաղաքական գործիչներից մեկի կինը եւ հայտնել, որ օրեր առաջ ինչ-որ անձ WhatsApp հեռահաղորդակցության համակարգի միջոցով կապ է հաստատել իր հետ եւ հայտնել, որ որպեսզի կարգավորվեն վերջինիս ազգային ժողովում ունեցած խնդիրները, իր հետ կկապվեն ուժային կառույցներից մեկի ներկայացուցիչները։ Արդեն քրեական ոստիկանության այդ հայտնի քաղաքական գործչի կինը հայտնել է, որ իր հետ որոշ ժամանակ անց կապ է հաստատել ոմն տղամարդ եւ հայտնել, որ Ինեկո եւ Կոնվերս բանկերից 1 միլիոն եւ 1.5 միլիոն դրամ գումարի չափով դրամական փոխհատուցումներ են կատարվել ինչ-որ անձի հաշվին։ Եվ այդ անձը գտնվում է հետախուզման մեջ եւ հետագա խնդիրներից խուսափելու համար Վաղամերիկ քաղաքական գործչի կնոջ հետ կապ կհաստատի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատակիցը։ Ոստիկաններն այդ կնոջը նաեւ հայտնել են, որ Երևանի բանկերից մեկի հաշվեհամարից կանխիկացվել է մի քանի միլիոն դրամ գումար, ինչի պատճառով ինքը դարձել է խարդախության զոհ։ Քրեական ոստիկանության Երևանի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնում ստացվել էին օպերատիվ տվյալներ, որ Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի բնակիչ 33-ամյա մի տղամարդ Մաքսանենք ճանապարհով առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ է ներկրում Հայաստան եւ զբաղվում դրանց իրացմամբ։ Նոյեմբերի 13-ին ժամը 16-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին քրեական ոստիկանները կանգնեցրել են նրա վարած մոտոցիկլետը, սակայն նկատելով ոստիկաններին նա դիմել է փախուստի, այդ ընթացքում նետելով 2 փաթեթ։ Հետապնդումը շարունակվել է մինչև Երևանի Աբովյան եւ Կորյունի փողոցների խաչմերուկ, այստեղ նա ձերբակալվել, իսկ մոտոցիկլետը տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 33-ամյա տղամարդու նետած փաթեթները, որոնք լցված են մարիխուանայի նմանվող ընդհանուր 2 կիլոգրամից ավելի զանգվածով։ Տղամարդը կալանավորվել է, հանգամանքները պարզվում են։